Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն իր գերդաստանով պատուհաս է դարձել Սյունիքում Լիսկայի ազգուտակի արժանի փոխարինող է դարձել։ Մամուլը բազմիցս գրել է նրանց մասնակցությամբ ռազմորկաների մասին, որոնք անպատիժ են մնացել, քանի որ մարզի դատախազը Մելիքսեթի որդին է, Մասիս Պողոսյանը։ Չնայած գլխավոր դատախազին մարզի ԿՊԱ-ականները բողոքել էին Սյունիքի դատախազից, սակայն մեզ ասացին, որ հայրը, որը Սուրեն Պապիկյանի խորհրդականն է, նախարարին խնդրել է բարեխոսել որդու համար։ Տեղեկացանք, որ հիմա էլ փորձում է փրկել քրոջ որդուն տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցին, որի նկատմամբ ապօրինի ընդերկօգտագործման փաստով վարույթ է հարուցվել։ Ամիսներ առաջ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ տեղ համայնքի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության ընդերք են օգտագործում։ Ծավալված գործունեության հետևանքով դեգրադացվել է 6.210 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Ընդերկօգտագործման ապօրինյաց գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Գործն ուղարկել էին քննչական, վարույթ է հարուցվել, սակայն մեզ ասացին, որ ապօրինի գործունեությունը չի դադարեցվել։ Ուշագրավ է, որ 2016-ին էլ նույն Ղուլունցը հափշտակել է խնածախիճ ջրհան կայանի խողովակները պետությանը 1 միլիոնից ավելի վնաս տալով, որի համար տուգանել են աշխատավարձի 600 պատիկի չափով։ ՔՊ-ի նախընտրական պոպուլիստական նախագիծը շարքային զինծառայության ժամկետը 2-ից 1.5 տարվա կրճատելու վերաբերյալ բուռն քննարկվում է զինված ուժերի գլխավոր շտաբում։ Մեր տեղեկություններով ԳՇ մեծամասնությունը կատեգորիկ դեմ է զինված ուժերի կրճատմանը։ Չնայած իշխանությունը հայտարարում է, թե քաղաքական որոշում է կայացրել եւ պատերազմել չի լինելու, ուստի սահմանների անվտանգության խնդրին նախկին չափանիշներով պետք չէ մոտենալ, սակայն փորձառու զինվորականներն այս փաստարկն անհիմն են համարում եւ կարծում են, որ խաղաղություն կարելի է հաստատել միայն ուժով։ Համարում են, որ նախագծի տակ հաշվարկ չկա։ Սակայն իշխանությունն անդրդվելի է, մասնագետների տեսակետներն արհամարվում են, քանի որ հիմա ամեն ինչ ծառայեցվում է նախընտրական շահերին, իսկ գեներալիտետը ռիսկ չի անում բարձրաձայն ընդդիմանալ։ ԿՊ շարքերում անակնկալի են եկել նախորդ շաբաթվա վարչության նիստի հաղորդագրությունից տեղեկանալով, որ կուսակցության ղեկավարությունն արդեն նախընտրական որոշումներ է կայացնում։ Մասնավորապես արդեն որոշել են, թե ովքեր պետք է լինեն 2026-ի ԿՊ նախընտրական շտաբի պետն ու քարոզչության գծով տեղակալը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Իշխող թիմում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում եւ դրանով են պայմանավորված ընտրություններից 8 ամիս առաջ այս նշանակումները։ 2021-ին ԿՊ շտաբի պետը եղել է Սուրեն Պապիկյանը։ Թե ինչու է հիմա Արայիկ Հարությունյանը, մեզ ասացին, պատճառն այն է, որ քիչ մարդիկ կան, որ շամպես հավատարիմ են Փաշինյանին։ Ուստի անգամ կազմակերպական աշխատանքների համար ոչ պիտանի լինելը չի խանգարել, որ նա չնշանակվի։ Հավատարիմների խմբում են նաև Վահագն Ալեքսանյանը, Գևորգ Պապոյանը եւ հիմա արդեն կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը։ Հայաստանյան քաղաքական դաշտում առաջիկայում նոր կուսակցություն կհայտնվի։ Արմենիա 2026 շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը նոր քաղաքական միավորի կուսակցության ձևավորմանն է ձեռնամուխ եղել։ Մեր տեղեկություններով նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է Հայկական ճանապարհ եւ գործելու է Մանուկյանի կողմից ղեկավարվող Արմենիա 2026 շարժման գաղափարախոսության հիմքի վրա։ Ինչպես հայտնի է, շարժումը գործում է ընդդիմադիր դաշտում եւ ստեղծման առաջին իսկ օրվանից հանդես է գալիս Մենքի գաղափարախոսությամբ։ Այս օրերին կուսակցության գրանցման փաստաթղթային աշխատանքներն են ավարտին հասցվում։ Սպասվում է, որ հաջորդ ամիս արդեն կուսակցությունը պաշտոնապես գրանցված կլինի, մինչ այդ էլ իհարկե տեղի կունենա հիմնադիր համագումարը։ Մանուկյանն ակտիվ քաղաքականությունում է արդեն մի քանի ամիս։ Այս ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ներկայացրել իր մոտեցումները երկրում ստեղծված խնդիրների շուրջ։ Նորաստեղծ կուսակցությունը մասնակցելու է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Պարզվում է ՔՊ-ում վարչության նախորդ նիստերից մեկի ժամանակ, երբ Փաշինյանն ասել է, որ 2026-ի նախընտրական շտաբի պետք է ընտրենք, բազում ԿՊԱ-ականներ ինքնառաջադրվել են՝ Գևորգ Պապոյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը եւ ուրիշներ։ Սակայն վերջին նիստի ժամանակ արդեն պաշտոնապես միայն 2 հոգի առաջադրվել Գևորգ Պապոյանն ու Արայիկ Հարությունյանը։ Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է Արայիկ Հարությունյանը, թեպետ Պապոյանը կուսակցության վարչության ընտրությունների արդյունքներով երկրորդն է Փաշինյանից հետո։ Իսկ թե ինչպես է Հարությունյանն արժանացել վերնախավի համակրանքին, ասացին, որ աշխատակազմի ղեկավարները որպես կանոն գորշ կարդինալներ են եւ տիրապետում են ներկուրիսային անցուդարձին։ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բառի բուն իմաստով քաոս է։ Օրերս արդի ԿԿՀ-ում բունտ էր։ Քրեական ենթամշակույթ կրող 3 դատապարտյալի տեղափոխել էին այլ ԿԿՀ-ներ, որից հետո կալանավորներն անազատության էին դիմել։ ԿԿԾ-ն բարձաբանում տարածեց, որ արդի ԿԿ-ում քրեական ենթամշակույթի արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների եւ կահույքի դուրսբերման աշխատանքները ազատազրկվածների մոտ առաջացրել են դժգոհություններ։ Տեղեկացանք, որ պաշտոնանկ է արվել ԿԿՀ պետ արտադատության գնդապետ Լևոն Հովհաննիսյանը։ Նա 2024
թվականի մայիսին էր նշանակվել։ Սակայն Սրփուի Գալյանի ընկերուհին ԿԿԾ-պետ Ծովինար Թադևոսյանը կրքերը հանդարտեցնելու համար պաշտոնանկ է արել նրան։ Որոշ տեղեկություններով նոր պետ է նշանակվելու Սևան ԿԿ-ի պետ Արտակ Ղազարյանը։ Եկեղեցի իշխանություն հակամարտության ընթացքը Նիկոլ Փաշինյանի համար ոչ բարեհաճ հուն է մտել, ինչպես ԿՊՀ-ականներն են բնորոշում, Փաշինյանը պատային իրավիճակում է հայտնվել եւ անգամ իրենց համար է անհասկանալի, թե որն է լինելու սրանից ելքը։ Մի բան փաստ է, որ Փաշինյանը նահանջի ցանկություն չունի եւ չի էլ կարող կեսճամփից հետ դառնալ։ Սրանով է նաեւ պայմանավորված այս կիրակի կրկին պատարագի մասնակցելու հայտարարությունը։ Գրել ենք, որ Հովանավանքում անցած կիրակի օրը նախկին քահանա այժմ աշխարհիկ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագից հետո Նիկոլ Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել, տեսնելով, որ իր հակաեկեղեցական արշավը հանրությունը մերժում է, եւ Հովանավանքում մի քանի 100 քաղաքացի էր հավաքվել, այն էլ վարչական ռեսուրսի միջոցով, իսկ ներկաների մեծ մասն ուժային կառույցի աշխատակիցներ էին քաղաքացիական հագուստով։ Եվ սա այն պարագայում, որ պատարագից մեկ օր առաջ էլ համացանց էին նետվել Աշրակ Սրբազանին վերագրվող տեսանյութերը։ Որոշ ԿՊՀ-ականների կարծիքով գալիք հավաքի մասին հայտարարությամբ եւ իր մասնակցությամբ Փաշինյանը մի քանի խնդիր է լուծելու։ Երկրորդ շանսն է տալու թիմակիցներին, որ հասկանա, թե ովքեր են պատրաստ անվարան կատարել իր ցանկացած հանձնարարություն, ուղիղ ասված թե ցանկության տեսքով։ Կարճ ասած, Փաշինյանը մահապարտներ է հավաքում, որ հետը տանի իշխանության հաջորդ ժամկետ։ Բանն այն է, որ անցած պատարագին ԿՊ ղեկավար կազմից հաշված մարդիկ են եղել նրա կողքին, ասում են հենց այդ փաստն է նա բավականին ծանր տարել։ Հովանավանքում էին Գևորգ Պապոյանը, Սուրեն Պապիկյանը, Արմեն Խաչատրյանը, Արուս Մանավազյանը, Ալխազ Ղազարյանը, մի շարք համայնքապետեր, մարզպետներ։ Ներկուսակցական չիստկայից բացի երկրորդ հավաքը նաև կլեգի դիմացնի Տեր Արամի գոյությունն ու վտանգավոր նախադեպ կստեղծի, որ այլ թեմերում եկեղեցիներում էլ քահանաները հանգիստ հեռանան մայրաթորից, վստահ լինելով, որ կշարունակեն իրենց գործունեությունը ԿՊ գահակալության տակ, եւ այդ մանր քայլերով կարելի կլինի քանդել եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանի համար վաղաշապատի հաղթանակը, ասում են, առանցքային նշանակություն ունի։ Նա թիմին հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ վաղաշապատում Գյումրի 2 լինի։ Ավելին խոսակցություն կա, որ եթե ԿՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի ընտրություններում, ապա հնարավոր է արտահերթի գնան, մի ոտք շուտ ընտրություն կազմակերպելով։ Այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին, նրանց զրկելով նախապատրաստվելու հնարավորությունից։ Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխող թիմում նախընտրական մթնոլորտ է, անգամ նախընտրական շտաբ են ձևավորել։ Ասել են, որ նախընտրական ցուցակը կազմելու է ԿՊ խորհուրդը։ Խորհրդին կներկայացվի թեկնածուների ընդարձակ ցանկ։ Գաղտնի քվեարկությամբ խորհրդի յուրաքանչյուր անդամ այդ ցանկից մի քանի թեկնածու կընտրի։ Ապա նախնական ցանկը կներկայացվի վարչության հաստատմանը եւ կկազմվի վերջնական ցուցակը։ Վերջին ամիսներին ՆԳՆ-ի գործունեությունից իր դժգոհությունները չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը։ Փարաքարի համայնքապետի սպանության հաջորդ օրվա նրա գրառումը թերևս դրա մասին էր, որ պետք է կանխարգելիչ գործողություններ արվեին։ Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Արփինե Սարգսյանին արդեն փոխարինող են փնտրում, եւ այս պահին ամենառեալ թեկնածուն քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քարամյանն է, որին Փաշինյանն անցած դեկտեմբերին SMS-ով ազատեց աշխատանքից խորհրդարանում տեղի ունեցած չարաբաստիկ լսումներից հետո։ Նալբանդյան Աբովյան Արամի փողոցների միջնամասի կառուցապատող 75-ամյա սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանը հիվանդանոցում է, կոմայի մեջ ծանր վիճակում։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, վերջերս մի քանի ստենտավորում է տարել։ ԱՎՖՄ-ի սեփականատերը մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում, թերևս դատական պրոցեսներն էլ ազդել են առողջական վիճակի վրա։ Նրա հետ դատական վեճ ունեցող Օլիմպ խանութի սեփականատիրոջ շահերը ներկայացնող Տիգրան Հայրապետյանը մեզ ասաց, որ Կարագուլյանը վերջերս 680 միլիոն դրամ է վճարել 6-7 ուժողի։ Կարագուլյանի պաշտպան Գրիգոր Չապանյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը, որ իր պաշտպանյալն այժմ հիվանդանոցում է, սակայն մանրամասներ չհայտնեց, որևէ տվյալ չեմ կարող հայտնել բժշկական գաղտնիք է։ Նախորդին ինքնաթիռից դուրս գալիս Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին անմիջապես կալանավորելուց հետո նրան տարել է Նուբարաշենքը ԿՀ, որը հայտնի է Կլոր Բերտ անունով։ Այս բանտում է պատիժը կրել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Դավիթ Համբարձումյանը մեկ շաբաթյա կարանտինը կանցկացնի եւ կմնա այնտեղ, թե հետո կտեղափոխեն, դժվար է ասել։ Հիշեցնենք, որ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման 6 տարի 3 ամիս ժամկետով, որը նշված հոդվածի գրեթե առավելագույն պատժաչափն է։ Նա մեղադրվում է 2018 թվականի իշխանապողության մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Վճիռը հրապարակվելու ժամանակ նա Ռուսաստանում էր, ոմանք կարծում էին այլևս Հայաստան չի վերադառնա, ինչպես քրեական հետապնդման ենթարկվող շատ նախկիններ, սակայն նա վերադարձավ։
Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ իրենց այս օրերին պարտադրում են COVID-ի դեմ պատվաստվել։ Պատճառաբանում են, թե համավարակը կրկին տարածում է գտել եւ վտանգ է ներկայացնում։ Սակայն որոշ աշխատակիցներ ըմբոստացել են եւ հրաժարվել պատվաստվելուց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսը ըստ առողջապահության նախարարության հայտարարության համարվում է սուրշնչառական հիվանդությունների մեջ ներառված հիվանդություն, ուստի եւ պատվաստումը չի կարող պարտադիր լինել։ Առողջապահության նախարարությունից հրապարակ հետաքրքրվեց, ինչու են որոշ նախարարություններում աշխատակիցներին պարտադրում պատվաստվել եւ որքան է այժմ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը։ Նախարարությունից մեզ ասացին. COVID-ը որպես այդպիսին վաղուց ճանաչված է սուրշնչառական վարակների մեջ մտնող հիվանդություն, որևէ ակտիվություն չունենք։ Ունենք սեզոնին բնորոշ սուրշնչառական հիվանդությունների որոշ ակտիվություն, ինչը լրիվ նորմալ է։ Կտրուկ բարձրացում չունենք եւ անընդհատ այս մասով իրազեկում ենք ու հորդորում պատվաստվել գրիպի դեմ։ COVID-ի հետ կապված որևէ գերատեսչության չենք պարտադրել պատվաստվել, որովհետեւ նախ պատվաստումը կամավոր է եւ երկրորդ ցուցված է միայն ռիսկի խմբերին։ Եթե որևէ մեկին պարտադրել են, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Որոշ նշաններից դատելով կարող ենք ասել, որ բարձրաստիճան հոգևորականները կարծես թե որոշել են դուրս գալ, եթե քեզ ապտակում են, մյուս այտտել դեմ դուր քրիստոնեական դիրքորոշումից եւ ինչ որ հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ։ Անցած կիրակի Հովանավանքում ֆեյք պատարակից եւ կարկալուց եղած քահանա Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցին զավթելուց օրեր անց հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել այդ դեպքով, իսկ երեք մայրաթորը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։ Մեր տեղեկություններով մի քանի օր է պահանջվել վեհափառին համոզելու համար, որ պետք է որոշ դիմադրություն ցույց տալու հաղորդում ներկայացնել Հովանավանքի ֆեյք պատարակի փաստով եւ հաղորդումն Արա Զոհրաբյանը նախորդին ներկայացրել է դատախազություն։ Արա Զոհրաբյանը կիրակնորյա պատարակից առաջ եւս մեկ հաղորդում է ներկայացրել կրոնական ծեսի անցկացմանը խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաեւ տաճարի զավթումը կանխելու անհրաժեշտության մասին։ Պահանջել է նաեւ Ստեփան Ասատրյանին վտարել Հովանավանքից, որը նախատեսված է բացառապես հոգեվորականների համար։ Իսկ մայրաթորը երեք հայտարարեց, որ Հովանավանքում ծիծակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են եւ Հովանավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Հեծը Տարշիտ գրուպից խլելու առաջին քայլերից Ռոմանոս Պետրոսյանին ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո մոտ 1 շաբաթ անց Հեծ վերահսկողական կոմիտե անվանումով Facebook-յան էջ է բացվել, որն անդրադառնում է կառույցում եւ դրա շուրջ տիրող անցուդարձին, մասնավորապես բացահայտում է ապօրինի կառավարչի ինքնիրավչության դեպքերը։ Մենք երեք նկատեցինք, որ այդ էջն արդեն մի քանի օր է չի գործում, արգելափակված է։ Հեծ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյան հաստատեց մեր տեղեկությունը, նշելով, որ դա էլ է իշխանությունների ձեռքի գործը։ Սա ազատ խոսքի սահմանափակման հերթական դրսևորումն է։ Իշխանությունները կարող են արդարանալ, թե իրենք կապ չունեն, Facebook-ն է փակել, սակայն մեր ճշտումների արդյունքում պարզել ենք, որ էջն արգելափակվել է բարձր մակարդակով բողոքներ, Facebook-ի ադմինիստրացիայի ռիփորտներ ուղարկելու արդյունքում։ Այդ էջով էին ներկայացվում իրենց բոլոր ստերը եւ ճշմարտությունը հրամցնում ժողովրդին, որն արդեն քանի օր է իսկապես չի գործում։ Էջմիածնի համայնքապետի ԿՊԱ-ական տեխնացու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է։ Նրան մերթ շրջապատից պատմում են, որ մեղմ է ասել, թե տեխնացուն ծանր է տանում մեղադրանքները, թե ինքն իր հոր գաղափարներին է դավաճանել։ Ըստ մեր աղբյուրին ամեծ հաճիկով քարոզարշավին չէր մասնակցի, որ ամեն քայլափոխի չլսեր հոր պատգամն ուրանալու մասին հիշեցումները։ Մեխակյանի հայրը Մեխակ Մեխակյանը Արցախն ազատագրած հերոս հրամանատարներից էր, իսկ որդին ու իր թիմակիցները Արցախն ուրացողներն ու հանձնողներն են։ Հայրն անգամ պատգամել է. «Որդիս թող զոհվի Վանում, թորս մեծ հայքի վերջին գավառում»։ Իսկ Արգիշտե Մեխակյանի թիմն ու առաջնորդն այսօր մերժում են մեր պատմական հայրենիքը եւ անգամ Արցախը։ Մեզ ասացին, որ վաղաշաբաթի քարոզարշավի ողջ ծանրությունն իր վրա է վերցրել ՏԿ նախարար Դավիթ Ղուդարյանը։ Նրա բուքսիրի դերը ստանձնել է Արմավերի նորանշանակ մարզպետը Մեծամորի նախկին հավանքապետը։ Այս ընթացքում Ղուդարյանը պետական դոտացիաներն ուղղում է հենց վաղաշաբաթին ու հարակից համայնքներին եւ ուղակի կաշվից դուրս է գալիս հաղթանակի համար։ Պետական բյուջեից նաև գումարներ են ծախսվում ճաշկերույթների պատվիրակություններ ընդունելու համար։ Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էին կարել 2025 թվականին Տավուշի մարզպետի աշխատակազմը ճաշկերույթների կազմակերպման համար որքան գումար է ծախսել, այդ նպատակով որ կազմակերպությունների հետ գնման ինչ պայմանագրեր են կնքվել։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են արտասահմանյան պատվիրակության ընդունելության սննդի կազմակերպման համար ծախսվել է 1,39,000 դրամ, կենաց հաց ՍՊ 367,000 դրամ, լաստիվեր ՍՊ 272,000 դրամ, Նարինե Ադամյան ԱԾ 400,000 դրամ։